21 TV-ում ժամն առողջությանն է, եթերում ապրենք առողջն է, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան, այսօր հյուրընկալել եմ բժիշկ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանին։ Մինչև զրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն Arpinka Beauty-ին, տեղեկացնել, որ այն գտնվում է Ծովակալ Իսակով 42 կոտորագերեք հասցեում, իսկ կոնտակտային հեռախոսահամարն է 044 31 27 38։ Ուրախ եմ, որ այստեղ եք, միշտ հաճելի է ձեզ այդ հաղորդումներ ստանալ։ Շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճելի է ինձ գտնվել այստեղ, փորձենք օգտակար լինել։ Վստահ եմ, եւ այս թեմայի շուրջ ինչու եմ ուզում հենց ձեզ հետ խոսել, որովհետեւ դուք այն մասնագետներից եք, ով անընդհատ հետևում է նոր մեթոդներին, անընդհատ փորձում է արտասահմանյան ամբողջ աշխարհին հայտնի ընդունված պարբերականներից անընդհատ օգտվել եւ միշտ այսպես կոչված զարկերակին լինել, հա։ Եվ բժշկական նոր մեթոդների մասին, նոր հայտնագործությունների մասին, կարծում եմ լավագույն տարբերակը ձեզ հետ խոսելն է։ Եվ ինչու այսքան այսպես ներածականով սկսեցի, մեր Վանաձև գեղձի առողջության մասին եմ ուզում խոսենք, ու մասնավորապես ինձ որպես արդեն 20 տարի, հա, առողջություն լուսաբանող լրագրողի հետաքրքիր է։ Եթե բժշկությունը ամեն օր նոր մեթոդներ է առաջարկում, ամեն օր նորամուծությունների մասին ենք խոսում, մենք արդեն կարողանում ենք սիրտ փոխպատվաստել, բայց դրան հակառակ մեդալին տեսնում ենք, որ մեր երկրում եւ ոչ միայն հազարավոր մարդիկ տանջվում եւ տառապում են Վահանաձև գեղձի հիվանդություններից։ Նույնիսկ բուժվում են, բայց չեն ունենում այն ցանկալի արդյունքը, որի համար գնացել եւ հասել են, հա, բուժման այդ կուրսին։ Ինչու՞։ Ես շնորհակալ եմ շատ այս թեման բարձրաձայնելու համար, իսկապես շատ կարևոր թեմա է։ Օրգանը, որին վերաբերվում է մեր զրույցը, նրա նշանակությունը գերագնահատել անհնարին է։ Այսպես մի բան ասեմ, ուղղակի պատկերավոր հասկանալու համար, թե նա ինչ աստիճանի կարևոր է։ Ես միշտ օրինակ եմ բերում, ասում եմ, մեր օրգանիզմը ունի երկու շարժիչ մատոր։ Մի հայտնի շարժիչը, առանց որի կյանքը հնարավոր չի, անգետ 1 վայրկյան, եթե նա կանգնի, դա մեր սիրտն է, բայց շատերը չգիտեն, որ կա երկրորդ գլխավոր շարժիչը, շարժիչի շարժիչը, սա մեր Վահանաձև գեղձն է։ Այսինքն սրտի շարժիչը եւ ամբողջ օրգանիզմի այդ մատորը, դա մեր Վահանաձև գեղձն է։ Դիրիժոր են, չէ՞ ասում։ Դիրիժոր, մատոր, մելնիցը, կյանքի մելնիցան, որ պետք է պտտվի, որպեսզի մեր ամբողջ օրգանիզմը ճիշտ հունով աշխատի եւ բավարարի մեր բոլոր պահանջները։ Մարդը պետք է զգա իրեն կատարյալ առողջ, շատ լավ, դա անհնարին է պատկերացնել Վահանաձև գեղձի որևիցե մի դեկոմպենսացված հիվանդության ժամանակ։ Վահանաձև գեղձը մի շատ նուրբ թիթեռնիկի, փոքրիկ թիթեռնիկի նման, այսպես նուրբ գեղձ է, օրգան է, որը գտնվում է, բոլորը գիտեն, ես կարծում եմ, նա շատ հայտնի է պարանոցի պրոյեկցիայում։ Ամենատարածված եւ հայտնի հիվանդություններից են Վահանաձև գեղձի հիվանդությունները եւ մասնավորապես հիպոտիրեոզը, եւ ես շատ շնորհակալ եմ, որ դուք էլ նշում եք այդ խնդիրը, որ շատ մարդիկ ունեն խնդիր, բայց նաեւ նրանցից շատերը կարծես թե գնացել են բժշկի, կարծես թե գնում են, կարծես թե բուժվում են, բայց չեն հասնում, այսպես ասած, լիովին, այսպես ապաքինման, կատարյալ կոմպենսացիայի հիվանդության, մենք այսօր հայտնի է, որ շատ հիվանդությունների դեպքում խոսում ենք կոմպենսացիայի մասին, որն է հենց բուժումը։ Եվ սրա պատճառները բազմաթիվ են։ Ես շատ կուզեմ, որ համակարգված խոսենք այս պատճառների համար, որտեղ իսկապես, բացի նրանից, որ գրականության մեջ է քննարկվում այս ակտուալ խնդիրը, սա խնդիր է, որտեղ Վահանաձև գեղձից կախված է ամբողջ օրգանիզմի առողջությունը եւ ես կթվարկեմ գեղեցկությունը, երիտասարդությունը, տրամադրությունը։ Այո, եւ կախված է ինչ խնդիրների է բերում, եթե մեր գեղձի
հիվանդությունը դեկոմպենսացված է, այսինքն կարծես թե մենք բուժվում ենք, բայց չենք բուժվում։ Ես կուզեմ ուշադրությունը շեշտեմ հիպոթիրեոզի վրա այսօր, այսինքն վահանաձև գեղձի անբավարար աշխատանքի վրա, որը շատ տարածված է ամբողջ աշխարհում։ Եվ ես կասեմ, որ գրեթե 60% դեպքերում դիտվում է դեկոմպենսացիա հիպոթիրեոզի։ Ինչ հետևանքներ կարող է ունենալ օրգանիզմի համար դեկոմպենսացիան հիպոթիրեոզի կամ բուն հիպոթիրեոզը։ Լիպիդային սպեկտրի խանգարում, այսինքն արյան ճարպերի, բոլորը գիտեն, խոլեստերինի, վատ խոլեստերինի խանգարում, սա բերում է լյարդի ճարպակալման, սա բերում է քաշի ավելացման, սա բերում է զարկերակային հիպերտենզիայի եւ սիրտանոթային պատահարների, ինֆարկտների, ինսուլտների, տեսեք ինչ հեշտ մի կողմից հեշտ բուժվող հիվանդություն, մյուս կողմից նրա կատաստրոֆիկ հետևանքները չբուժվելու դեպքում եւ զարմանալիորեն կարծես թե շատ հեշտ է, հայտնի է նրա բուժման մեխանիզմը, շատ հեշտ, բայց մարդկանց 60%-ը դեկոմպենսացիայի մեջ է գտնվում։ Եվ որpիսի մենք լուծենք այս խնդիրը, բարձրաձայնենք, լուծենք սրա մասին, մենք պետք է հասկանանք սրա խնդիրները։ Յուրաքանչյուր գնում ենք պատճառների եւ խնդիրների, ուրեմն յուրաքանչյուր թերապևտիկ հիվանդության բուժումը, այսինքն թերապևտիկ, որը չի պահանջում վիրահատություն, կայանում է սրա հաջողությունը կախված է բժիշկ պացիենտ համագործակցությունից։ Ինչ համագործակցություն է պահանջվում երկկողմանի։ Բժիշկի կողմից անպայման պահանջվում է բացատրել բուժառուին իր վիճակը, իր հիվանդության բուն էությունը, չբուժվելու հետևանքները, պերսպեկտիվաները բուժվելու եւ ինչպես անել, որպեսզի բուժումը հասնի իր նպատակին։ Զարմանալի է, բայց երբ բուժառուների հետ զրուցում ես, ասում ես գանգատներդ կան, ուրեմն չես բուժվում։ Ոչ, ասում է, ես խմում եմ այս դեղերը, դեղորայքը ասում է։ Մարդկանց թվում է, թե դեղ խմելը ինքնանպատակ է, բայց դեղ խմելը ինքնանպատակ չի։ Ինքնանպատակը հասնել կոմպենսացված վիճակի։ Եթե մենք ունենք հիպերտենզիայի կոմպենսացված վիճակ, այսինքն ճնշման ճիշտ թվեր, եթե ունենք սրտի զարկերի ճիշտ թվեր, եթե ունենք հորմոնների ճիշտ թվեր, եթե ունենք կլինիկական ճիշտ պատկեր, մենք համարվում ենք բուժված, թեպետ մենք պետք է ամենօրյա ռեժիմով ընդունենք դեղորայքը։ Դե կյանքի որակը չի տժժում, ուրեմն լավ ենք։ Այո, եթե մենք լավ ենք, ուրեմն մենք բուժվում ենք։ Եթե մարդը ընդունում է, նշանակություն չունի, մեկ-մեկ ասում են բժշկուհի ջան, 10 հատ դեղ եմ խմում, էլ ինչ անեմ։ Մարդիկ պետք է հասկանան եւ բժիշկը պետք է կարողանա լավ բացատրել, որ կախված չի քանակից դեղորայքի, որ դու խմում ես, ուրեմն վերջ։ Դու պետք է ճիշտ դա խմես։ Դու պետք է ճիշտ պահպանես քո դեղորայքը։ Դու պետք է ճիշտ ժամանակին հետազոտվես եւ ես հիմա բոլորը օրինակներով կբացատրեմ կոնկրետ մեր այսօրվա հարցի ներքո, թե ինչպես է լինում, որ մարդը կարծես թե բոլոր քայլերը աներով, բայց մնում է չբուժված։ Բժիշկ-պացիենտ համագործակցությունը, բժիշկը պետք է ճիշտ բացատրի, պացիենտը պետք է ընկալի եւ պատրաստ լինի համագործակցել եւ կատարել բժշկի բոլոր ասածները, այսպես ասած compliance-ի բարձր մակարդակ ունենալ։ Կոնկրետ մեր հիպոթիրեոզի դեպքում, որ շատ մարդիկ ման են գալիս առանց բուժված լինելու։ Դեղորայքը պետք է ճիշտ ընդունվի, ճիշտ ժամանակին։ Դեղորայքը պետք է ապահոված լինի լավ տեղափոխման եւ պահպանման ժամկետներ եւ ջերմաստիճան։ Շատ անգամ լինում է, որ դեղորայքը ի սկզբանե արդեն չպահպանելով պայմանները, նա արդեն ինքը դառնում է անպետք։ Եվ մենք խմում ենք, բայց նրա գործող նյութը արդեն գրեթե չկա, Դեղորայքը պետք է ընդունվի ճիշտ պայմաններում, կոնկրետ
Ամենահայտնի դեղորայքից մեկն է, կոնկրետ պաթոլոգիայի բուժման ժամանակ դա լևոցիրոքսինն է, բոլորը գիտեն դրա մասին։ Դեղորայքը պետք է ընդունվի առնվազն 30-40 րոպե առաջ։ Ճիշտ ժամանակին պետք է նշանակվի ստուգիչ, այսպես ասած, ստուգող հետազոտությունը, որն է 6-ից 8 շաբաթը։ Տեսեք, ինչ կարող է լինել, նշանակում ես պացիենտին, բուժառուին, պրեպարատը, եւ ասում ես, որ 6-ից ամենակիչը եւ 8 շաբաթ հետո պետք է կրկնակի հետազոտություն։ Բուժառուն ասում է, ես ավելի շուտ կհետազոտվեմ, բժիշկը ասում է, ոչ, պետք չի ավելի շուտ, որովհետև ավելի շուտ տվյալները անալիզների մեզ չեն տա իրական պատկերը, քանի որ ճիշտ նշանակված դոզան, պրեպարատի արտահայտվում է նրա էֆեկտը 6-ից 8 շաբաթ հետո։ Բժիշկը ասեց, պացիենտ այդ պահին հասկացավ, բայց նա անհամբեր է եւ նա մոռանում է, նա մանրակրկիտ չի հասկանում այդ մանրուքները։ Մեզ թվում է մենք ավելի ուշադիր ենք, ավելի շուտ հետազոտվելով։ Այո, տեսեք, պացիենտը գնում է, ամեն բժիշկ օրական ունենում է շատ պացիենտներ, ի վիճակի չենք հիշելու բոլորին, մենք վարում ենք պատմություններ եւ այլն։ Եվ մարդը գնաց, քեզ թվում է, որ նա հասկացավ, քեզ լսեց, ինքն էլ հասկացավ, բայց նա գնում է հետազոտվում է 4 շաբաթ հետո եւ գալիս է։ Բայց կարող է հակառակն լինի, չէ՞, 8 շաբաթից էլ ավելի ուշ։ Կարող է լինել հակառակը, իհարկե։ Նա գալիս է, բայց տեսեք, հակառակը ավելի լավ տարբերակ է։ Հիմա կբացատրեմ ինչու։ Երբ որ շուտ ես հետազոտվում եւ գալիս, բժիշկը մարդ է, ռոբոտ չի, համակարգ չի, մարդ է։ Նա նայում է քո հետազոտությունները, նայում է քո ընդունած դոզան եւ ասում է, ուրեմն քիչ է, որտեվ օրգանիզմում կան ինչ պատճառներ ներքին եւ արտաքին, որոնք կարող են խախտել դեղորայքի ազդեցությունը։ Արտաքին պատճառներից խոսեցի արդեն դեղորայքի անորակ լինելը, իմիջիայլոց դեղորայքի արտադրողին փոխելը, նույն մենք գիտենք, որ նույն պրեպարատը տարբեր ֆարմկամպանիաներ են արտադրում, անգամ փոփոխությունը արտադրողի կարող է բերել դեկոմպենսացիայի։ Ներքին պատճառներից են որոշ հիվանդություններ, օրինակ ատրոֆիկ գաստրիտը, որ ունեն շատ մարդիկ։ Օրինակ ցոլիակիա հիվանդությունը, այսինքն աղեստամոքսային որոշակի հիվանդությունները կարող են խախտել դեղորայքի ներծծումը։ Եվ կարող է դա առաջացած լինի ինչ-որ պահի, կարող է նշանակված լինեն դեղորայք այլ մասնագետի կողմից, այլ խնդիրների համար։ Այսինքն առաջնային բուժման նշանակման ժամանակ բժիշկը պետք է պացիենտին այսպես կետերով ասի, այս դեպքում նորից պետք է ստուգվի քո ուրեմն դեղաչափի ազդեցությունը, որոշակի պրեպարատներ խախտում են դեղորայքի ներծծումը։ Օրինակ, եթե այլ բժիշկ կամ հենց դու նշանակում ես կալցիումի պրեպարատներ, երկաթի պրեպարատներ բուժառուին, նա պետք է տեղեկացված լինի կամ գաստրիտի բուժման համար, պրոտոնային պոմպի ինհիբիտորները, որոնք խախտում են ներծծումը եւ բազմաթիվ այլ դեղորայք, դրանք էստրոգեններն են, կանացի սեռական հորմոնները, անդրոգեններն են, տղամարդու սեռական հորմոնները, դա տամոքսիֆեն պրեպարատն է, որոնք ցավոք սրտի շատ մարդիկ ծանոթ են օնկոլոգիական հիվանդություններից հետո վիրաբուժական բուժումից հետո։ Իսկ ուղղակի եւ անուղղակի ազդող գործոնները շատ են։ Այո, այլ պրեպարատներ կան քաղցկեղային հիվանդություն բուժման համար, որոնք L-տիրոքսինի ներծծումը խախտում են։ Եվ որպես արդյունք բուժառուն կարող է վստահ լինել, որ նա ընդունում է իր դեղորայքը, բայց արդյունքում նա բուժված չի։ Շատ անգամ մարդիկ չեն համբերում, մոռանում են բժշկի խիստ ցուցմունքը, որ դեղորայքը պետք է ընդունել նախաճաշից 30-40 րոպե առաջ եւ ընդունում են դեղորայքը եւ 5-10 րոպե հետո արդեն սուրճ են խմում, կաթով սուրճ են խմում, նախաճաշ են անում։
անմեղ թվացող գործողություններ են, դե լավ ինչ եմ արել, որ 20 րոպեվա տարբերություն է, բայց սա իրականում կարող է ազդել մի ամբողջ համակարգի վրա եւ դրան գումարածել նաեւ չարյաց փոքրագույնը լինի, չօգնի, ել չեմ ասում մնացած մասը։ Եվ գիտեք, որպես արդյունք մարդը կարող է մնալ դժգոհ բժշկից, սա է ամենավատը։ Դրա համար երբ մարդը գալիս է դեկոմպենսացված վիճակով, անպայման բժշկի կողմից արվում են այս հարցերը. արդյոք պահպանել ես ժամկետը, նախաճաշից 40 րոպե առաջ ես խմել, թե շտապել ես 15 րոպե չես դիմացել եւ սուրճ ես խմել։ Սուրճը կաթը ի դեպ իրենք իրենցով խախտում են լևոցիրոքսինի ներծծումը։ Որոշակի մթերքներ են խախտում, չնայած ես չեմ կարծում, որ օրինակ Հայաստանում շատ մարդիկ են պապայա ուտում ամեն օր, հա, լևոցիրոքսինից հետո, բայց պապայան խախտում է օրինակ լևոցիրոքսինի ներծծումը։ Շատ ուրիշ մթերքներ, բջջանյութը կարող է խախտել, եթե խմենք լևոցիրոքսինը եւ քիչ անց ուտենք շատ բջջանյութ պարունակող մթերքներ, օրինակ աղցան, չսպասելով 40 րոպեին, հա, մենք կունենանք դեկոմպենսացված վիճակ։ Եվ երբ մարդը գալիս է, շատ կարևոր է, որ ես, որպես բժիշկ, անպայման այս հարցերը տամ, ոչ թե շտապեմ տեսնում եմ 2 ամիսը պահպանել է, 6-ից 8 շաբաթը պահպանել է, բայց տեսնում եմ, որ նա դեկոմպենսացված է, ես չշտապեմ փոխել դեղաչափը։ Ես հարցեր տամ պացիենտին, պահել ես արդյոք ժամկետը դեղորայքի ընդունումից հետո, չես կերել շուտ։ Այսինքն այդ համագործակցությունը պիտի լինի հնարավորինս շատ ինտենսիվ։ Այո, համագործակցությունը պետք է լինի կայացած, սա շատ կարևոր է։ Հարց ու փորձ անել, միգուցե դեղորայք է նշանակել քեզ այլ մասնագետ, միգուցե խմել ես ինչ-որ դաբավկաներ, այսօր շատ ընդունված է ինչ-որ դաբավ։ Սա մենք պետք է չշտապենք դեղաչափի փոփոխության հետ, մենք պետք է հարց ու փորձ անենք, որտեվ մենք կարող ենք ունենալ հետո ճիշտ հակառակ պատկերը, մենք կարող ենք չմտածել դրա մասին։ Այսպիսով, որպեսզի մեր զրույցը նաև օգտակար լինի այս պահին մեզ դիտող յուրաքանչյուր հեռուստադիտողի համար, խնդրելու եմ առանձնացնեք կոնկրետ այն կետերը, որոնց պիտի յուրաքանչյուրը հետևի, որպեսզի իրեն նշանակված բուժումը լինի հնարավորինս արդյունավետ։ Ինչ անենք, ինչին հետևենք։ Կետ համար 1, որպեսզի մեր բուժումը լինի արդյունավետ։ Կետ համար 1, բժիշկը հստակ, մանրակրկիտ պետք է բացատրի բուժառուին բոլոր պայմանները դեղորայքի դեղաչափի ընդունման։ Կետ համար 2, պետք է բացատրվի պացիենտներին, որ այլ պրեպարատներ ընդունելու դեպքում պարտադիր պետք է կապնվել, օրինակ այս տարբերակով բժշկի հետ եւ տեղեկացնել բժշկից ստանալ խորհուրդներ, ինչպես այս նոր դեղորայքը կիրառել լևոցիրոքսինի հետ համադրել, որպեսզի չխանգարվի նրա ներծծումը։ Դեղորայքը ընդունել խիստ բժշկի ցուցմունքներով, ինչպես որ բժիշկը խորհուրդ է տվել։ Բժիշկը խորհուրդ է տալիս առավոտյան շուտ, անոթի, նախաճաշից 40 րոպե առաջ եւ ոչ մի րոպե շուտ ընդունել ամեն օր տվյալ օրվա դեղաչափը։ Պացիենտը պետք է իմանա, եթե նա գոնե ամսվա մեջ 1-2 անգամ բաց է թողել, մոռացել է, արդեն ընդհանուր դոզավորումը խախտվում է եւ եթե գալիս է պացիենտը դեկոմպենսացված վիճակով, բժիշկը անպայման պետք է նրան հարցնի, արդյոք կատարելապես պահպանել ես ամեն օր դեղի ընդունման ռեժիմը եւ դեղաչափը։ Անգամ եթե պացիենտը կարող է ասի, կարող է 1-2 անգամ մոռացել եմ, սա արդեն բժիշկի համար ազդակ է, որ չի կարելի փոխել, որտեվ 1-2 անգամ ասածը կարող է լինել 10 անգամ, կարող է լինել 5 անգամ, շաբաթը 2 անգամ եթե ամսվա մեջ պացիենտը 3-4 անգամ մոռացած լինի խմած, իսկ դա միանշանակ, եթե նա ասում է 1-2 անգամ այդ 1-2 անգամը փոխում է պատկերը։ Բժիշկը պետք է շարունակի
բացատրել նրան, որ պետք է գնաս, շարունակես նույն դեղաչափով, բայց կատարելապես պահպանելով պայմանները։ Դեղաչափը պետք է ընդունվի ամեն օր նախաճաշից 40 րոպե առաջ, իդեպ բոլորը կարծում են, որ նախաճաշը պարտադիր է 40 րոպե հետո։ Շատերը զորով են դա ուտում, մտածելով, որ դեղորայքին պետք է անպայման այդ նախաճաշը։ Ոչ, դեղորայքի ներծծման համար նախաճաշի արկայությունը պարտադիր չէ։ Ուղղակի նախաճաշի արկայությունը չպետք է լինի ոչ շուտ, քան 40 րոպե հետո։ Թող լինի 3 ժամ հետո, ոչինչ։ Կրկնակի հետազոտությունը ինչքան շուտ, այդքան լավ, սկզբունքով չի։ Կրկնակի հետազոտությունը, որpիսի մենք լիովին ունենանք դեղորայքի արդյունքի արտահայտումը, պետք է լինի ոչ շուտ, քան 6 շաբաթ, իսկ ավելի լավ է 8 շաբաթ հետո։ Բոլոր պայմանների պահպանման դեպքում մենք նոր կարող ենք կատարել դեղաչափի փոփոխություն եւ բուժառուն պարտադիր պետք է շատ կանոնավոր այդ compliance-ը ապահովի։ Ինչու՞մն է պատճառը, որ compliance-ը ցածր է լինում։ Այս խնդիրները, որոնք առաջանում են տվյալ հիվանդության դեպքում, նրանք միանգամից վառ արտահայտված չեն։ Տեսեք, չի ցավում ոչ մի բան։ Այն հիվանդություններն են ուժեղ compliance-ը պահպանում, այսինքն համագործակցությունը, երբ ցավում է, երբ քո մոտ ցավում է, մարդը վազում է իր դեղերը խմելու, բայց ցավոք այս կատաստրոֆիկ փոփոխությունները մարդու օրգանիզմում, որոնք կատարվում են այս հիվանդությունը չբուժելու դեպքում, նրանք քիչ-քիչ են տեղի ունենում, շատ դանդաղ եւ քիչ-քիչ, եւ մարդը չի հասկանում, որ ինքը չի պահպանում դեղորայքի ընդունման բոլոր պայմանները։ Եվ հետո բողոքում է, թե դեղը չօգնեց, բժիշկը լավը չէր։ Այո, հենց այդպիսի եզրակացության է գալի մարդը, ոչ թե որ ես չեմ արել ճիշտ պայմաններ։ Տեսափական մեղքեր ընդունել։ Հետևաբար, բժշկի կողմից ճիշտ տեղեկացնելը բոլոր մանրուքներին, պացիենտի կողմից ֆիքսել, գրել, թե պետբժիշկները գրում տալիս են, բայց քո համար անել ինչ-որ նշումներ, բոլոր մանրուքները պահպանել, ճիշտ ժամանակին ոչ շուտ եւ ոչ ուշ հետազոտվել եւ լինել Ի վերջո մի բառով կարող ենք ասել համագործակցել։ Եվ դրա համար միշտ բոլորն ասում են, որ պացիենտը որ կողմում էլ կանգնի, այն կողմը շահելու է։ Եթե կանգնեց բժշկի կողքին, իսկապես համագործակցություն եղավ, իրենք կհաղթեն հիվանդությանը, եթե կանգնեց հիվանդության կողքին, ապա անպայման պարտվելու է բժիշկը։ Այնպես որ շնորհակալ եմ շատ, որ այստեղ եք։ Հուսով եմ, որ պարտվելու է պացիենտը, չի պարտվելու բժիշկը։ Լավ, բժշկի անունի հետ կխաղանք գոնե։ Բայց առողջությունը, բայց բուժառուի առողջությունը կվատանա, դա է ամենավատը։ Ես ուզում եմ շեշտել, որ յուրաքանչյուր բժիշկ ամենաշատը ինչ ուզում է, որ իր պացիենտը լավանա, եւ ամենակիչը ուզում է վնասել պացիենտին։ Մարդը պետք է իմանա, երբ նա մտնում է բժշկի մոտ, բժշկի մեծագույն ցանկությունն է օգնել այդ մարդուն։ Սա միանշանակ է, կարծես շատ տարական ճշմարտություն է, բայց շատերի համար անհասկանալի։ Բոլոր բժիշկները, այո, բոլոր բժիշկներն ուզում են մեզ օգտակար լինել, ի վերջո իրենք հենց դրա համար են տարիներով սովորում, որ մեզ օգտակար լինեն։ Շնորհակալ եմ շատ։ Հուսով եմ, որ այս պահին կարողացանք օգտակար լինել մեզ դիտողներին, եւ մի հատ հիշենք, թե վերջին անգամ որ ժամին ենք դեղերը խմել եւ ինչպես ենք պահել եւ որտեղ է դրված այդ դեղորայքը։ Սա էլ շատ կարեւոր է։ Շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս բժիշկ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանն էր։ Ուզում եմ ասել նաեւ շնորհակալություն սպասարկման համար Արփինկա Բյութիին, տեղեկացնել, որ այն գտնվում է Ծովակալ Իսակով 42 կոտորակ 3 հասցեում, իսկ կոնտակտային հեռախոսահամարն է 044 31 27 38։ Մենք կհանդիպենք մյուս շաբաթ, ցտեսություն։